Ես նախ կուզենայի խոսեի պաշտպանության նախարար անունը չեմ ուզում տամ, չնայած մարդու անունավորեն ունեցած ելույթ է օրեր առաջ մեր 15 տղաների գործով հարց տրվեց, ասում է գործը գտնվում է դատարանում, չեմ ուզում այլ ինչ-որ մեկնաբանություններ անել, որ նորից էլի չասեն գործը ուղղորդում եք ձեր արած հայտարարություններով, այդ գործը նոր չի, որ պետք է ուղղորդվի, այդ գործը առաջի օր արդեն վարչապետը ուղղորդել է, թե որ ուղղությամբ պետք է գնա ու տենց էլ գնում է։ Սենց մի հատ արտահայտություն արեց, ասում է, ես իմ խղճի առաջ մաքուր եմ, քո խղճի առաջ ոնց ես մաքուր դու вообще խիղճ ունես, գիտես ընդհանրապես այդ ինչ է։ Քո գերատեսչությունը նման դեպք է տեղի ունեցել, ու դու այսօր ելում կանգնում ասում ես, ես իմ խղճի առաջ մաքուր եմ։ Ինչով ես խղճիդ առաջ մաքուր, որ այդ երեխեքի համար ինչ էիր արել, ինչ պայմաններ էիր ստեղծել, որտեղ էիր պահում այդ երեխեքին, ինչ իրավունք ուներ այդտեղ պահեիր, ինչ անվտանգությունն ես ապահովել, ինչով ես անվտանգությունն ապահովել այդ երեխեքի գոնե կյանքը, որ կարողանայիք խնայիք։ Ես չեմ ասում այդ տղեկ պետք է ապրեին այս պայմաններում, ոնց որ ապրում էին իրանց տներում, բայց գոնե այն մինիմալը պետք է ապահովեիք, գոնե պետք է ապահովեիք այդ կահավորանքով, որ այդ երեխեքը կարողանային գոնե իրանց մինիմալ անվտանգությունը ունենային այդտեղ։ Կամ մի արտահայտություն էլ արեց, ասում է, այս դեպքը մեզ լինի դաս, որ մյուս անգամ նմանատիպ դեպքեր չունենանք։ Արոն, մեր երեխեքի կյանքի հաշվին դու պետք է դասեր քաղես։ Պետք է նմանատիպ դեպքեր լինեն, նոր դու հասկանաս, որ պետք է ինչ-որ մի այլ կերպ վարվես, որ նման դեպքեր էլ չլինեն, եթե դու այդքան անգրագետ ես, եթե դու եկել ես այդտեղ մարդկանց կյանքերի հաշվին ինչ-որ դասեր քաղես, դու ինչ գործ ունես այդտեղ։ Կամ այդ քո ասածով դու առնվազն ընդունում ես, որ այդտեղ ձեր մեղքի բաժինը կա, ձեր մեղավորությունը կա, այսինքն եթե մյուս անգամ այլ կերպ վարվեք, նման դեպքեր չի լինի, այդ դեպքում դու ինչի մեղադրյալների աթոռին չես։ Դեպքից անմիջապես հետո դու առնվազն, եթե ոչ դատվել, գոնե պետք է այդ պաշտոնից հեռանայիր, ինչի չես հեռացել։ Վարչապետի հետ հանդիպեցինք, 2 ամիս ժամանակ խնդրեցին, որ գործի վերաբերյալ վերջնական մեզ բանն ունեն ասելու։ Ինչ ասեց։ 2 ամիս հետո գործի գլխավոր մեղադրյալի ցուցմունքը նստավ կարդաց, այն ինչ որ այդ ցուցմունքը մենք ծերիսեր արդեն անգիր գիտեինք այնտեղ ինչա ասված։ 2 ամիս ժամանակ դրա համար էր խնդրեմ։ Այսինքն առաջի օրվանից այս գործը հել է փակել են կամ որ հելար այդ հայտարարությունն արեցիր, քեզ ով էր դրա մասին զեկուցել, քեզ ով էր ասել, որ այդպես բան կա, ինչով էր համոզված, որ իրականում այդպես բան ա եղել, ինչ իրավունք ունեիր նման հայտարարություն անեիր, գցես ծնողների վրա, կանգնավ գրախ։ Ասեց, ես զարմանում եմ, որ այդքան ծնողները գնացել են այդ պատուհանների վրա ռեշոտկեքը չեն տեսել։ Ասենք ծնողը պետք է գնա այնտեղ պատուհանների ռեշոտկեքը տենար։ Բաքու համապատասխան մարմիններ ինչով են զբաղված, եթե այդ ամեն ինչ իրանք չեն տեսել։ Թե ՊՆ նախարարը որ գնում է, ասենց ասած աբխոդի այնստեղ էրա գնում, որ լիարժեք կահավորված լինի, դեպքից մի քանի վաղ առաջ գնացել էր պոստեր, այդ տղեկը մի շաբաթ էր, չգիտեմ ինչեր էին կրում տանում պոստեր, այնտեղ կահավոր էին, որ ինքը գարտենար ամեն ինչ նորմալ է, մի շաբաթ էլ այդ ամեն ինչը հետ իջացրեցին։ Ատենց է աբխոդները տանում, որ հետո արդանաս, ասես ես գնացի ինչ տեսնում, սա նորմալ է եղել։ Արդյոք որ խնդրեմ հեռախոս կտաս։ Իսկ որևէ հույս ակնկալիք կա, որ տեսեք 5 տարի, 3 տարի քննում են, որ ճիշտ ուղղությամբ են գնում, հա, հույս ունեք, որ արդարությունը ի վերջո կբացահայտվի, թե ավելի է խճճվում։ Ավելի է խճճում, այս իշխանության օրոք մենք որևէ հույս չունենք, որևէ մի ակնկալիք չունենք, որ ամենայն դեպս այս դեպքը կբացահայտվի։ Դիվերսիայի վարկած առաջ քաշեցինք, բացառում են։ Չեք բացառում, իրանց կամազերն եկավ դատարան, ասում է, եթե դիվերսիա լիներ, մենք դրա պատասխանը կտայինք դրանից հետո։ Արա դու կարաս այսօր դիվերսիայի դեմ պատասխան տաս։ Նիկոլը քեզ կտանի կտա Ալիևի ձերը կաշիտ կքերթեն, դու կարաս այսօր Ադրբեջանին ինչ-որ ձևով պատասխան տաս, ինչ-որ բան դիմաց։ Դու խառնել ես երևի մինչև 18 թիվը այս թվերի հետ։ Մինչև 18 թիվը դու կարող եք դրա դիմաց պատասխան տայիք։
Ու այն ժամանակ նրանք ռիսկ էլ չէին անում նման բան անել, որտեղ գիտեին մեկին 10 հետ են ստանալու։ Հիմնականում այսքան երևի։ Ձեր համար առաջ քաշված վարկածը հիմնավոր է, այս այն ինչ որ հիմա քննվում է, թե գործում եք այլ վարկածներ էլ պետք է լիներ գործի մեջ։ Այս գործի մեջ ես ցանկացած վարկածի կարամ հավատամ բարձի պաշտոնական վարկածից։ Իսկ ո՞ր վարկածին եք ավելի շատ հակված։ Ես հակված եմ հիմնականում դիվերսիայի վարկածին։ Իսկ պարոն Նորիկյանը, որ նշեց իրանք գան դատարան, նրանք պետք է գան։ Ասենք այդ դատարան թող իրանք էլ գան տենան այնտեղ ինչա կա, չնայած ես համոզված եմ, որ իրանք ամբողջությամբ տեղյակ են, ասում գործը դատարանում, դատական նիստեր ընթանում են, դատական նիստերի ընթացքում կպարզվի։ Գործը որ դատարանում է, այն դատարանում, որտեղ վարչապետ ունի իր անմիջական ազդեցությունը, որ ինք իր բերանով ասում Հայաստանում կա այդպես մի հատ դատավոր, որ կարողանա իմ ասածը չանի, գործը այդ դատարանում է։ Այսինքն ինքը առավոտ հելավ ուղղորդեց, գործ ուղարկեց դատարան, ուղարկեց այն դատարան, որտեղ ինքը կարա իր ազդեցությունն ունենա, գործը իր ասած վարկածով մինչև վերջ տանել փակելու համար։ Այսինքն եթե փորձագետը այս բանի նշում է, որ Շմոլ գազից են տղաները մահացել, դիվերսիան, այսինքն կան ինչ-որ գազային ինչ-որ գցեն, հա, ես ուզում եմ դա հասկանամ, եթե փորձագետը տվել է Շմոլ գազից առաջացած ՀԴ եւ արդեն այրվածքներից առաջացած մահ, ուզում հասկանամ դիվերսիան ինչպես է դուք պատկերացնում, որ մոտավոր խաղում եք գցել եք։ Մոտավոր գծել ես սենց եմ պատկերացնում, այն ովքեր սաղ են մնացել, այդ բանը այդտեղ չեն եղել։ Ներսում եղել են 15 զինվորները, ովքեր զոհվել են, դրսում էլ եղել է կառաուլը, ով շատ այրվածքներ ստացած իրան մեր տղեկի ծառայող ընկերն է։ Իմ տղայից է կառաուլը ընդունել, ժամ 10:25 րոպե սմենափոխն եղել այնտեղ, կառաուլը ինքը ընդունել է, այն տղան գնացել է ներս։ Հավանաբար դիվերսիան նրան դուրս ինչ-որ ձևով վնասազերծել է, մտել է ներս ինչ-որ բան գցել տղեկին, ասենց ասեմ, գլուշի տար է, ու իր անելուն նրան քաշը բերել է գցել է ներս, որ տղեկի հետ միասին վառվի, ու այդ պահին դրանից հետո այդ եղոն ու այն մնացածը եկի հասել են, ու ես այդպես եմ մեխանիզմ պատկերացնում։ Կարացել են ինչ-որ մի ձևով այդ տղային քաշեն հանեցին ու տղա ես ասում եմ, բայց դե ասում տղաներն ինքը շատ հեռու է, որ իր ծառայակից ընկերն որ 16-րդ ինքն ենք այդքան ինքնասիրություն չունի, որ ասի արա ինձ էլ եք ուզում սպանեք, ես խիպտի բերանս փակեմ նստեմ։ Նրանք քաշի անեցել են դուրս մի ամի բախտը բերել է սաղը մնացած տղաներին չեն կարծել օգնեն, ու եղոնել են, մյուս ոտերը վառված զինվորներ փորձել են ինչ-որ մի բան անեն, տեսել են չեն կարող, որոշակի վնասվածքներ ստացել դուրս են եկել այդտեղից։ Ու թողել են արդեն ինչ ունենալի։ Ես տենց եմ պատկերացնում։ Գնացել են ջուր բերելու կամ չգիտեմ ինչ անելու ընդհանրապես հեքիաթներ է։ Այսօր որ զինվորին ինչ անց Վարդենիսի ցրտին հունվար ամիս գիշեր ժամը 12:30 գնա ջուր կբերի, ինչ անում, լողանում է։ Անկե Ագուսյան, այս ընթացքում հարցաքննությունների ընթացքում եւ այլն ձեր ունեցած վարկածը որոշակի հիմնավորող հայտարարություններ լսել եք այդ դեպքի տարբեր մասնակիցներից։ Մենք որ վարկածը առաջ են քաշում, իրանք աշխատում են այդ ուղղությամբ, որ այդ վարկածի մասին ընդհանրապես չխոսան ու մնացել հիմնավոր են։ Ու եթե այս դատավորը Նիկոլի հրամանը կատարող դատավոր չի, ոնց որ փորձում են շատ-շատեր ինձ համոզեն, որ դու եթե իրան ճանաչես, դու կիմանայիր ինքը ամեն դեպքում դատավոր է, ինքը ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությունում ապրում ու այսօրվա իշխանության օրոք ապրում ու աշխատում։ Ու պետքա բավարարի մեր միջնորդությունը ու ոչ միայն պաշտպանության նախարար ու վարչապետ, այլ նաև Ալեն Սիմոնյանը պետքա գա դատան, որտեղ իրան էլ հարցողեց, ասեց ապահովված են եղել բոլոր պայմաններով։ Արա դու ընդեղ եղել ես ու տեսել ես ընդեղ ինչ պայմաններ են եղել։ 28 քառակուսի մեջ 22 զինվոր են ապահովված են եղել բոլոր պայմաններով։ Ասենք դու ինչ ես խոսում, ասենք քիթդ մցնում ես ընդեղ, որտեղ ընդհանրապես անելիք չունես։ Ու եթե այսօրվա իշխանության հրամանով չի փակում, ասեմ ավելին, իրանց ձեռի գործը չի, իրանք չեն արել, վարչապետի ուղղորդումով ու իր
հրամանով չի արվի այս երեխեքի գործը, թող գա դատարան իր արածների, իր ասածների, իր անօրինական գործողությունների դիմաց պատասխան տա։